առումով դատարանը բավարարում է ձեր իշխանությունը եւ թույլատրում, որ Սերժ Սարգսյանը եւ Վարսեր Բեգլարյանը գործի քննության ընթացքում, այսինքն գործով գրավոր ապացույցների հետազոտելու ընթացքում չներկանան դատական նիստերին, եթե գրավոր ապացույցների ընթացքում այդպիսի անհրաժեշտություն առաջանա, կամ կողմերը նմանատիպ միջնորդություն ներկայացնեն, նույնիսկ պաշտպանության կողմը կամ մեղադրանքի կողմը, դատարանը այդ արդյունքը քննարկի եւ համապատասխան ծանուցման ձեզ կհրավիրի դատարան դատարանների մասնակցելու։ Նախաքննությամբ ձեռք են բերվել մի շարք հասարակական հանգամանքներ, որոնք գնահատվելով վարորդական մարմնի կողմից որպես բավարար դատարանում մեղադրանքի հիմնավորելու համար եւ մեղադրական վերդիկտի կայացում համարելու հավանական կազմել է մեղադրական եզրականություն եւ արտադրական դատախազին, ապա հաստատվելուն պես հանձնվել է իրավասու դատարան։ Ըստ նախաքննությամբ ձեռք բերված տվյալների հաստատվել է հետեւյալը. Սերժ Սարգսյանը 2000 թվականից մինչև 2007 թվականը զբաղեցնելով Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարի, ապա 2007 թվականի ապրիլի 4-ից մինչև 2008 թվականի փետրվարի 19-ը վարչապետի, 2008 թվականի ապրիլից մինչև 18 թվականի ապրիլի 17-ը նախագահի, իսկ 2018 թվականի ապրիլի 17-ից մինչև ապրիլի 23-ը վարչապետի պաշտոնի, ինչպես նաև 2006 թվականից հանդիսանալով Հայաստանի Հանրապետության Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության գույքային առևտրատնտեսական ֆինանսական հարցերի համակարգման համար 97 թվականի հուլիսի 1-ին հիմնադրված հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի նախագահ, օրենքով նախատեսված արգելքին հակառակ 2006-ից 2015 թվականների ընթացքում LLB Bosov ընկերության հիմնադիր Սերգեյ Քոչարյանի, նույն ընկերության տնօրեն Ալեքսանդր Ոսկանի եւ իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող Միխայել Բաղդասարյանի կողմից միջոցներ տրամադրել եւ խոչընդոտել վերացնել մի եղանակով ներսամված օժանդակությամբ մասնակցել է Միխայել Բաղդասարյանի պատկանող այս ծրում Միքա Լիմիթեդ եւ Ամբիտ առևտրային կազմակերպությունների կառավարմանը արտոնություններ հարաբերություններ տրամադրելով նշված կազմակերպություններին եւ հովանավորելով իրականացվող գործունեությունը, որը դրսևորվել է օտարերկրյա ներդրումներով խոշոր տնտեսական ծրագրերում ներգրավելով բարձր ռիսկայնության պայմաններում շուրջ 14 միլիոն $1000 վարկի տրամադրմամբ օտարերկրյա կազմակերպությունների կողմից գույքի ձեռքբերման գործընթացում ներգրավելով եւ այլն։ Մասամբ Սերժ Սարգսյանը LLB Bosov ընկերության հիմնադիր Սերգեյ Քոչարյանի կողմից միջոցներ տրամադրելով եւ խոչընդոտներ վերացնելով դրսևորած օժանդակությամբ, Միխայել Բաղդասարյանի եւ նրա մասնակցությամբ առևտրային կազմակերպության օգտին կազմակերպությունների օգտին իր լիազորությունների շրջանակում գործողություններ կատարելու պաշտոնական օգտագործելով այդպիսի գործողությունների կատարմանը նպաստելու համար պահանջեց ստացել առանձնապես խոշոր չափերով գույք, Ամբիտ ընկերության 20.8% մասը, որը 2008 թվականի մարտի 29-ին ձեռնական գործարքով 100,000 Հայաստանի Հանրապետության դրամով վաճառվել է Bosov ընկերության։ Բացի այդ, Սերժ Սարգսյանը Միխայել Բաղդասարյանի մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների օգտին լիազորությունների շրջանակում գործողությունների կատարմանը նպաստելու համար Բաղդասարյանից պահանջել է Ամբիտ ընկերության եւ վերջինիս մասնակցությամբ մյուս կազմակերպությունների ակտիվների վաճառքից գոյացած գումարի հաշվին 6 միլիոն $1000 վճարել Սերգեյ Քոչարյանին, նախկինում որպես կաշառք ստացած Ամբիտ ընկերության կառավարական կապիտալում ունեցած 22.5% բաժնեմասի դիմաց։ Կատարելով Սերժ Սարգսյանի պահանջում Միխայել Բաղդասարյանը Սերգեյ Քոչարյանի նախաձեռնությամբ իրեն ներկայացված կեղծ փոխհարության պայմանագրի հիման վրա 2015 թվականի սեպտեմբերի 17-ին LLB Bosov ընկերության դեմ փոխանցել 6 միլիոն $1000-ի համարժեք 2.898 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամ, իբրև նախկինում տրված փոխհարության վերադարձ։ Այսպես, Սերժ Սարգսյանը 2006 թվականից հանդիսանալով Հայաստանի Հանրապետության Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության գույքային առևտրատնտեսական ֆինանսական հարցերի համակարգման համար 1997 թվականի հուլիսի 1-ին հիմնադրված հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի նախագահ, օրենքով զանգված արգելքին հակառակ վստահված անձանց միջոցով ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող կազմակերպություններ հիմնադրելու եւ առևտրային կազմակերպությունների կառավարմանը մասնակցելու նպատակով օգտագործելով իր պաշտոնական դիրքը նպաստել է, որպեսզի օտարերկրյա ներդրումներով Հայաստանի Հանրապետության կարիքերի բավարարման համար դիտումի գործարանի հիմնադրմանը ներգրավեն իր հետմտերիմ հարաբերությունների մեջ գտնվող Բաղդասարյանը եւ վերջինիս պատկանող կազմակերպությունները։ Ձեռագրված իրագործելու նպատակով Սարգսյանը վստահված անձ Միխայել Բաղդասարյանի մասնակցությամբ գործող Միքա Լիմիթեդ ընկերությունը Կիպրոսի Հանրապետությունում գրանցված ռուսական Լավարդեն եւ Վարեն ընկերությունների հետ համատեղ 2006 թվականի փետրվարի 20-ին հիմնադրել են Ամբիտ ընկերությունը։ Սերժ Սարգսյանը Միխայել Բաղդասարյանի միջոցով մասնակցելով նշված ընկերության հիմնադրման ու կառավարմանը
հանձնարարել է Ավիտ ՍՊ ընկերության 50% բաժնետի մասը ձևակերպել Միկա Limited ՍՊ ընկերության անվամբ, իսկ մյուս 50% բաժնեմասի նկատմամբ գրանցվել է ռուսական Լավարդեն և Բովարեն ընկերությունների սեփականության իրավունք։ Հետագայում Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ Միկա Limited ընկերությանը պատկանող 50% բաժնեմասից 5%-ը ձևակերպել է ռուսական Լավարդեն ընկերության անվամբ։ Կարիքների վավարման համար Հայաստանի Հանրապետության կարիքների վավարման համար բիտումի արտադրության ոլորտում օտարերկրյա ներդրումներով իրականացվող ձեռնարկատիրական իշալ գործունեությանը Միխայել Բաղդասարովին պատկանող Միկա Limited ՍՊ ընկերության ներգրավմանը պաշտոնական դիրք օգտագործելով նպաստելու հանգամանքով պայմանավորված, ինչպես նաև Բաղդասարովին պատկանող ընկերությունների օգնի լիազորությունների շրջանակում գործողություններ կատարելու, պաշտոնական դիրք օգտագործելու այդպիսի գործողություններ կատարելու նպաստելու, թողտեղության և հովանավորչության համար առանձնապես խոշոր չափերով լույս ստանալու նպատակով Սերժ Սարգսյանը Միխայել Բաղդասարովից պահանջել է Միկա Limited ՍՊ ընկերության կողմից Ավիտ ՍՊ ընկերության արդեն իսկ 6 միլիոն ԱՄՆ-ի համարժեք 2 միլիարդ 898 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամներում կատարած դնելու պայմաններում ընկերությունում Միկա Limited ընկերության պատկանող 45% բաժնեմասի կեսը, 22.5%-ական մասը։ Փոխանցել իր երկրորդին Արեգ Սարգսյանին և այլ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործի Սեդրակ Քոչարյանի կողմից հիմնադրված LL-Bimbo ՍՊ ընկերությանը։ Միաժամանակ պահանջելով Միխայել Բաղդասարովից Ավիտ ՍՊ ընկերությունում LL-Bimbo ընկերության մասնակցության համապատասխան ֆինանսական ներդրումներ կատարել Ավիտ ընկերությունում։ Ի կատարումը նշված բաժների 2008 թվականի մարտի 14-ին Բաղդասարովը 100,000 դրամ ձևական գործարքի միջոցով Ավիտ ՍՊ ընկերության Միկա Limited ընկերությանը պատկանող 45% բաժնեմասի կեսը, 22.5%-ական մասը վաճառել է LL-Bimbo ընկերությանը, իսկ 2008-2013 թվականների ընթացքում Բաղդասարովի և Միկա Limited ընկերության կողմից Ավիտ ՍՊ ընկերության կառավարական կապիտալում կատարվել են ներդրումներ, որոնք 13 թվականի ապրիլի 16-ի դրությամբ կազմել են 9.979.125 ԱՄՆ-ի համարժեք 4 միլիարդ 158 միլիոն 999.926 Հայաստանի Հանրապետության դրամ, որից 1.649.562 ԱՄՆ-ի համարժեք 657 միլիոն 487.955 Հայաստանի Հանրապետության դրամը գույքագրվել է կանխիկ ելանակով, իսկ 3.471 միլիոն 911.971 դրամը բանկային գործարքներով։ 2013 թվականին տնտեսական գործոններով պայմանավորված Ավիտ ՍՊ ընկերության գործունեության ձախողման պատճառով օտարերկրյա ներդրող կազմակերպությունները նպատակադրվել են վաճառել ընկերությունում իրենց բաժնեմասը։ Նախագահի պաշտոնով զբաղեցնող Սերժ Սարգսյանը փաստացի կառավարելով նշված գործընթացը օրենքով սահմանված արգելքի հակառակ շարունակելով մասնակցել Ավիտ ՍՊ ընկերության կառավարմանը, հանձնարարել է Միխայել Բաղդասարովին դիմել Հայաստանի Հանրապետությունում գործող իր մտերիմ Վիտալի Գրիգորյանցին պատկանող Հայ բիզնես բանկ ընկերություն 14 միլիոն ԱՄՆ-ի համարժեք 6 միլիարդ 762 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամ վարձ ստանալու համար և վերադարձնել ռուսական Լավարդեն և Բովարեն ընկերությունների կատարած ներդրումները, այնպես 12 միլիոն 635.996 ԱՄՆ-ի համարժեք 5 միլիարդ 266 միլիոն 904.052 Հայաստանի Հանրապետության դրամ։ Տվյալ ժամանակահատվածում վարկային դասակարգված պարտավորություններով ծանրաբեռնված Միխայել Բաղդասարովը կատարելով Սարգսյանի հանձնարարությունը 2015 թվականի սկզբին դիմել է Հայ բիզնես բանկ ընկերությանը և առանց որևէ գույքի իրավադրման ստացել 14 միլիոն ԱՄՆ-ի համարժեք 6 միլիարդ 762 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամ վարկ, որով վճարել է Լավարդեն և Բովարեն ընկերությունների կողմից Ավիտ ընկերությունում կատարած ներդրումները։ Այնուհետև Սերժ Սարգսյանն իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող Միխայել Բաղդասարովի հետ նպատակադրվել է վաճառել վերջինիս պատկանող կազմակերպությունների, այդ թվում Ավիտ ՍՊ ընկերության ակտիվները։ Միևնույն ժամանակ Սերժ Սարգսյանն անձնակազմի խմբային շահերից ելնելով որոշել է նշված գործարքը ծառայեցնել իր նստեր ամուսին Միքայել Մինասյանի և նրա հետ փոխկապակցված ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող կազմակերպությունների կողմից ծավալած գործունեությանը նպաստելու։ Դրանից հետո 2015 թվականի մարտի 12-ին LL-Bimbo ՍՊ ընկերությունը 100,000 դրամ ձևական գործարքով Միկա Limited ՍՊ ընկերությանն է վաճառել Ավիտ ընկերությունում ունեցած 22.5%-ական տոկոս բաժնում նստատեղելը, որի արդյունքում Միկա Limited ՍՊ ընկերությունը դարձել է Ավիտ ընկերության 100% բաժնետեր։ Mika Corporation ընկերության միակ բաժնետեր Միխայել Բաղդասարովը 2014 թվականի փետրվարի 17-ի որոշմամբ Mika Corporation ՀԲ-ից առանձնացման ճանապարհով հիմնադրել է Petrol Markets ընկերությունը, որին փոխանցվել է Mika Corporation ակբաժնետիրական ընկերության ակտիվները, այդ թվում 23 բենզինացականներ և 1 նավթամթերքի բազա, նշված են հասցեները։
Այնուհետև 2015 թվականի մարտի 20-ին Միկա Limited ՍՊ ընկերությունը իդեմս ընկերության տնօրեն Միխայել Բաղդասարովի եւ Տատյանա Բաղդասարովայի թիվ 13 կոտորակ 03-ից 2 որոշմամբ Աբի ՍՊ ընկերությունից առանձնացման եղանակով ստեղծել են Bitum Market ՍՊ ընկերությունը, որին փոխանցվել է Աբի ՍՊ ընկերությանը պատկանող ակտիվները, այս թվում Արարատի մարզի Սուրենովան համայնքում գտնվող Bitum արտադրող գործարանը։ 2015 թվականի ապրիլի 15-ին Bitum Market ՍՊ ընկերությունը միացման ճանապարհով վերակազմակերպել է Petrol Market ՍՊ ընկերությանը, որից հետո 15 թվականի ապրիլի 17-ին փոխանցման ակտով Petrol Market ՍՊ ընկերությանն են փոխանցվել Bitum Market ՍՊ ընկերության ակտիվները, այս թվում Արարատի մարզի Սուրենովան համայնքի Երևանյան խճուղի 8 հասցեում գտնվող Bitum արտադրող գործարանը։ 2015 թվականի ապրիլի 17-ին Petrol Market ՍՊ ընկերության Mika Limited ՍՊ ընկերությանը պատկանող բաժնեմասն ամբողջությամբ վաճառել է Միխայել Բաղդասարովին, ինչի արդյունքում վերջինս դարձել է Petrol Market ՍՊ ընկերության միակ բաժնետերը։ 15 թվականի օգոստոսի 22-ին նախագահ Սերժ Սարգսյանի պետ Միքայել Մինասյանի հետ փոխկապակցված Ռոնե Երևան ընկերությունը Միխայել Բաղդասարովի անձնական հաշվեհամարին փոխանցելով 40 միլիոն ԱՄՆ-դոլարին համարժեք 19 միլիարդ 122 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամ, ձեռք է բերել Petrol Market ՍՊ ընկերության 100% բաժնեմասը, ինչով պայմանավորված է հնարավորություն է ստացել Հայաստանի Հանրապետության բենզինային վառելիք ներկրելու մենաշնորհ ստանալ։ Ընդ որում 40 միլիոն ԱՄՆ-դոլար ներդրումը հանդիսացել է բենզինային վառելիքի մենաշնորհ ստանալու նախապայման։ Միխայել Բաղդասարովին նրան պատկանող ընկերությունների, ինչպես նաև Էլբինգո ընկերության եւ դրա մասնակիցների միջոցով ապօրինի մասնակցելով ձեռնարկատիրական գործունեություն իրականացող կազմակերպությունների հիմնադրման ու կառավարման, Միխայել Բաղդասարովին պատկանող կազմակերպությունների օգտին լիազորությունների գործողություններ կատարելով, պաշտոնական դիրք օգտագործելով այդպիսի գործողությունների կատարմանը նպաստելով, առավելություններ տրամադրելով, անավարչության համար Սերժ Սարգսյանը Միխայել Բաղդասարովից բաժանել է Էլբինգո ընկերությանը նախկինում որպես կաշառք ձեռնարկական գործարքով փոխանցված Աբի ընկերության 22.18% բաժնեմասի դիմաց իր մատնանշած անձին Էլբինգո ՍՊ ընկերության հիմնադիր Սեթրակ Քոչարյանին տալ առանձնապես խոշոր չափի գույք 6 միլիոն ԱՄՆ-դոլար։ Կատարելով նշված պահանջը Միխայել Բաղդասարովը Petrol Market ՍՊ ընկերության վաճառքից գոյացած 40 միլիոն ԱՄՆ-դոլարին համարժեք դրամից 6 միլիոն ԱՄՆ-դոլարը տվել է Սեթրակ Քոչարյանին։ Ընդ որում Սեթրակ Քոչարյանը հիշել գումարը նախնպատակով ստանալու նպատակով Միխայել Բաղդասարովից նախ պահանջել է այն վճարել կանխիկ, ապա ստանալով մերժում Միխայել Բաղդասարովից եւ նպատակ ունենալով ուղարկելու առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու արդյունքում հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի հանցավոր ծագումը, դրա իրական բնույթը, ծագման աղբյուրը, տնօրինման եղանակը, իրական իրավունքների պատկանելությունը, գույքին օրինական տեսնելու նպատակով Քոչարյանի նախաձեռնությամբ Էլբինգո ընկերության տնօրեն Սեթրակ Օսկանյանի օժանդակությամբ կազմվել է կեղծ փոխհարության պայմանագիր, կնքված 15.01.2014 թվականի ծրագրմամբ, որի հիման վրա Միխայել Բաղդասարովը 2015 թվականի սեպտեմբերի 17-ին Էլբինգո ՍՊ ընկերությանն է փոխանցել 6 միլիոն ԱՄՆ-դոլարին համարժեք 2 միլիարդ 889 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամ, իբրև վիճակ կեղծ պայմանագրով տրամադրված փոխհարության վերադարձ, որից հետո հաջորդ օրը 2015 թվականի սեպտեմբերի 18-ին հիշյալ 6 միլիոն ԱՄՆ-դոլարին համարժեք 2 միլիարդ 898 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը Էլբինգո ՍՊ ընկերությունն իբրև փոխհարության վերադարձ փոխանցել է Սեթրակ Քոչարյանին, ինչից հետո վերջինս նշված գումարից 5 միլիոն 682.960 ԱՄՆ-դոլարին համարժեք 2 միլիարդ 716 միլիոն 739.28 դրամը փոխանցել է փոխկապակցված Space Management ՍՊ ընկերությանը իբրև 03.01.2007 թվականին տրամադրված փոխհարության վերադարձ, այնինչ ընկերությունն հիմնադրվել է 26.12.2006 թվականին եւ ընկերության հաշվին 03.01.2007 թվականի դրությամբ որևէ գումար առկա չի եղել։ Դրանից հետո Սեթրակ Քոչարյանը Space Management ՍՊ ընկերության փոխանցված հիշյալ գումարը ուղղել է դեռևս 11.2014 թվականի դեկտեմբերի 11-ին կնքված Renko Armestet ՍՊ ընկերությունից Երևան քաղաքի Իտալիայի փողոց թիվ 1 շենքը Best Western Congress հյուրանոցը գնելուց առաջացած տարաժանկետ վճարման պարտքը մարելու։ Սեթրակ Քոչարյանը Հայ բիզնես բանկի ընկերության սպասարկող իր անձնական հաշվեհամարից 5 միլիոն 682.980 ԱՄՆ-դոլարը 28.09.2015 թվականին փոխանցել է իրեն եւ ընտանիքի անդամներին պատկանող Space Management ընկերության Հայ բիզնես բանկ կապրոյում սպասարկող հաշվեհամարի։ Նույն օրը Space Management ընկերությունը հանդիսանալով Ալպարկ հյուրանոց ընկերության 100% բաժանները, վերջինիս փոխհարությամբ տրամադրել է 5 միլիոն 682.960 ԱՄՆ-դոլարը, որը փոխանցվել է նշված ընկերության Հայ բիզնես բանկ կապրոյում սպասարկող հաշվեհամարին։ Փոխանցված գումարը նույն օրը փոխարկվել է 2 միլիարդ 703 միլիոն 668.220 դրամի եւ Ալպարկո ՍՊ ընկերության կողմից փոխանցվել է Renko Armestet ՍՊ ընկերության բանկային հաշվին, որպես Երևան քաղաքի Իտալիայի փողոց թիվ 1 շենքի
11-12-2017 թվականի տարաժամկետ վճարման անվճարքի պայմանագրով նախատեսված վճարի մասնակի մալը։ Այսինքն, Սերժ Սարգսյանի մերսագրվել է ավարտների կատարում նախատեսված 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված Հայաստանի Հանրապետության Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով համապատասխանում է գործող Քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետին, Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով համապատասխանում է գործող Քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետին եւ Քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով համապատասխանում է գործող Քրեական օրենսգրքի 442-րդ հոդվածի առաջին մասը։ Այսքանը շնորհակալ։ Հարգելի պաշտպանության կողմ դատարանը բավարարում է ձեր իշխանությունը եւ թույլատրում, որ Սերժ Սարգսյանը եւ Բարսեղը Բեգրադյանը գործի քննության ընթացքում, այսինքն գործով գրավոր ապացույցները հետազոտելու ընթացքում չներկանան դատական նիստերին, եթե գրավոր ապացույցների ընթացքում այդպիսի անհրաժեշտություն առաջանա, կամ կողմերը նմանատիպ միջնորդություն ներկայացնեն, նույնիսկ պաշտպանության կողմը կամ մեղադրանքի կողմը, դատարանը այդ արժեքը քննարկի եւ համապատասխան ծանոթացնող ձեզ կհրավիրի դատարան դատարանությունների մասնակցելու։